Ինչպես կարձագանքեք Փաշինյանի այն հայտարարություններին, երեկ էլ եւս մեկ անգամ ասած ճեպադրություն, որ մեջբերեմ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, այդ թվում Հայաստան դաշինքը չի անցնելու հաջորդ խորհրդարան։ Գիտեք, ափսոս է մեր ժամանակը այդքան Փաշինյան ասելու։ Անցել է ժամանակը Փաշինյանի, դրա համար եկեք զեղչենք այլևս իր անունը առաջիկա 1 ամսվա ընթացքում, որտեղ վստահ եմ, որ դրանից հետո զեղչվել է Բաքու էլ, չգիտեմ, կգնա արդեն որպես մասնավոր անձ թե չէ, բայց վստահ եմ, որպես Հայաստան ներկայացնող չգնա։ Միջած, քանի որ եթերում ենք, 3 ազգային ժողովում հաշվետվություններ ներկայացնում քննչական ծառայության պետ Արթուր Պողոսյանը։ Եվ 3 ազգային ժողովում հարց ու պատասխանով մի քանի հարցերով պարզ դարձավ, որ Արթուր Պողոսյանը Հայաստանի Հանրապետության քննչական ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը 1 տարի շարունակ խաբել են Հայաստանի բնակիչներին, 1 տարի շարունակ ստել են Բագրատ Սրբազանի եւ 18 արդարների գործով, կեղծել են փաստերը, կեղծել են ամեն ինչ։ Արթուր Պողոսյանը իլուր ամբողջ Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում նոյեմբեր ամսին հայտարարել է Բագրատ Սրբազանի մասին, որ իր ձեռագրով կա ահաբեկչության ծրագիր։ Երեք հարցնում եմ Արթուր Պողոսյանի, իր ձեռագրով, որ ասում եք փորձաքննություն անցել է թե չէ, լրագրող եք առնվազն հայերենը դրա համար տիրապետում եք հայերենին, ասեց իր ասելով ես ի նկատի չունեմ իրեն, այլ նկատի ունեմ խումբ։ Բացահայտվեց, որ Արթուր Պողոսյանը ստել է, այսպես կեղծիքով Սրբազանը մնում է կալանքի տակ եւ 18 արդարների շատ-շատերը մնում են տնային կալանքի տակ, այդ թվում մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, իմ դաշնակցական երկար տարիների ընկեր Իգոր Սարգսյանը։ Շնորհակալ եմ։